Բացահայտվել է մեր պետականության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար կանխվել է այդ պլանի իրագործումը։ Կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը, ապա շնորհակալություն հայտնել նախապատրաստվող հանցագործությունը բացահայտած իրավապահ մարմիններին։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ԱԱԾ դատախազության քննչական կոմիտեի ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պետական պարգևի։ Բագրատ Գալստանյանի փաստաբանը հաստատել է ձայնագրությունները իրական են։ Սրբազան պայքար շարժման առաջնորդը կալանավորվել է 2 ամսով ահաբեկչություն նախապատրաստելու զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Շարժման 15 մասնակցի կալանքի միջնորդությունները նույնպես դատարանը բավարարել է։ Թուրքիան չի աջակցում Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի օրակարգին, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Կոստանյանն ասել է, թուրքական կողմի համար ընկալելի եւ ըմբռնելի է հայկական կողմի դիրքորոշումը, շեշտելով, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն իր իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Միքայել Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հոդվածով Աջապահյանին կարող է սպառնել առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։